Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և ԶԼՄ-ների փոխհարաբերությունների կարգավորման մասին ԲԴԽ որոշումների տարբերությունները։ Այս իրավական ակտը կարգավորում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և զանգվածային լրատվության միջոցների փոխհարաբերությունները։ Եկեք համեմատենք տվյալ որոշման հին և նոր տարբերակները, պարզելու թե ինչ փոփոխություններ են կատարվել։ Մամուլի ծառայության լիազորությունները ավելի սահմանափակ էին։ Օրինակ, նախկինում բոլոր դատարանների և ԶԼՄ-ների հետ կապն ապահովվում էր մամուլի մեկ պատասխանատուի միջոցով։ Լրագրողների հավատարմագրման գործընթացը առավել բարդացված էր։ Օրինակ, լրագրողը պետք է մի քանի օր առաջ հավատարմագրվեր դրդմբաց կարգապահական նիստը լուսաբանելու համար։ Ավելին, նիստի լուսաբանումը վերապահված էր այն ԶԼՄ-ին, որն ուներ 1000-ից ավելի տպաքանակ և բարձր դիտողականություն։ Դատավորների լրատվամիջոցներով հանդես գալու հնարավորությունը կամ իրավունքը հստակ սահմանված չէր։ Օրինակ, եթե դատավորները կամ ԲԴԽ անդամները ցանկանում էին զանգվածային լրատվության միջոցներով հանդես գալ, ապա դա արվում էր միայն մամուլի ծառայության միջոցով։ Սահմանվեցին մամուլի ծառայության գործառույթներ։ Օրինակ, ձևավորվեց մամուլի պատասխանատուների ինստիտուտ, ովքեր ըստ դատարանի մասնագիտացման օպերատիվ կերպով ապահովում են դատարանների և լրատվամիջոցների միջև կապը, բարձրաձայնում առկա խնդիրները։ Վերացվեց լրագրողների հավատարմագրման կարգը։ Օրինակ, այժմ առանց բարդության լրագրողը կարող է մասնակցել դրդմբաց կարգապահական նիստին, պարզապես ներկայացնելով տվյալ լրատվամիջոցի համապատասխան բեյջը։ Կանոնակարգվեցին տեղեկատվության տրամադրման ճշգրիտ ժամկետները, գործընթացը դարձավ առավել օպերատիվ։ Օրինակ, մամուլի պատասխանատուների միջոցով ԶԼՄ-ներին տեղեկատվության տրամադրումն իրականացվում է նաև թվային հարթակների միջոցով՝ Telegram, Messenger, WhatsApp, Viber և այլն, որպեսզի առավել օպերատիվ լինի այն տեղեկատվության տրամադրումը, որի համար չի պահանջվի հնգօրյա կամ 30-օրյա ժամկետ։ Դատավորներին հնարավորություն տրվեց անմիջականորեն հանդես գալ ԶԼՄ-ներով։ Օրինակ, դատավորները կարող են իրենց հայեցողությամբ հանդես գալ ուղիղ կամ մամուլի ծառայության միջոցով, ինչպես նաև հրապարակումներ անել, նշելով, որ ներկայացված կարծիքները բացառապես նրանց անձնական տեսակետներն են։ Փոփոխված որոշման կետերը նպատակ ունեն ապահովելու աշխատանքի թափանցիկություն, դատավորների և ԶԼՄ-ների հստակ ու հարգալից համագործակցություն, իրավունքների պաշտպանություն, ժամանակին և հստակ տեղեկատվության փոխանցում։ Նոր որոշման նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ, ապահովելով լրատվամիջոցներին տեղեկատվության օպերատիվ և հավասարապես հասանելի տրամադրումը, հավատարիմ մնալով թափանցիկության և արդարության սկզբունքներին։